Օգոստոսի 18-ին ժամը 06:35-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին ահազանգ ստացվեց։ Կրծքավանդակի կտրած ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել Երևանաբնակ 19-ամյա մի երիտասարդ։ Շտապ հիվանդանոց հասած ոստիկաններին չհաջողվեց տուժողից որևէ բան պարզել։ Տղան ծանր վիճակում էր, խոսել չէր կարող։ Քանաքեռ Զեյթունի ոստիկանների ձեռնարկած գործողություններին զուգահեռ նույն օրը կատարվածի մասին տեղեկություններ ստացան ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները։ Եվս մի քանի ժամ եւ դեպքը բացահայտված էր։ Օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացուն հնարավոր է, որ դանակով հարվածած եւ ծանր մարմնական վնասված պատճառած լինի Խաչիկ Դարփինյանը։ Այնուհետև ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել ենք վերջինիս բնակության վայրը, պարզվել է, որ բնակվում է Վաղարշյան փողոցում։ Եվ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Բերման ենթարկված 22-ամյա Խաչիկ Դարփինյանը խոստովանեց մեղքը։ Վիճաբանությունը տեղի է ունեցել Կոմիտասի պողոտայի ինտերնետային ակումբներից մեկի դիմաց։ Դարփինյանն իր ասելով ծանոթ էր տուժողին։ Նրա կողմից սխալ խաղադրույք կատարելու համար նախ վիճել էր հետը։ Հետո դուրս էին եկել փողոց եւ վեճն այնտեղ շարունակել։ Ծեծել էին իրար, այդ ընթացքում էլ նա դանակի հարվածներ էր հասցրել։ Խաչիկ Դարփինյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն։